Շնորհակալություն, պարոն Հարությունյան, ամիսներ առաջ մենք քննարկել ենք սա հանձնաժողովում, դուք էլ ասեցիք դրական, հա, եթե հիշում եք, բավականին բացասական ելույթներ կային, այստեղ մի քանի հանգամանք կա, տեղեկանք եք ներկայացրել, ինչպես եւ այն ժամանակ, որ Շավարժ Քոչարյանի ստորագրությամբ, որ նոյեմբերի 7-ի դրությամբ 2012 թվականի ուժի մեջ է մտել Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի համար։ 2016 թիվն է, այս ընթացքում մնացած է 11 երկրներից որևէ մեկը վավերացրել է, չի վավերացրել, սենց տեղեկանք բերում եք 4-ամյա վաղեմության, երկրորդը ստորագրել են երկրներ, մեկը Ուկրաինան, այդ Ուկրաինան հիմա համագործակցում է, որի կեսը օկուպացված է, սա մի կողմից էլ ոնց որ բան լինի, վիրավորական եւ անհարգալից վերաբերմունք, այս պահին երբ մեր արտաքին սահմանը ռմբակոծվում է այս ստորագրողներից մեկի կողմից, մենք ինչ պատգամ ենք ուղարկում, որ վավերացնում ենք սա, որ ինչ անենք։ Մեր այդ հարգարժան Ղազախստանը, որը ուժի մեջ է մտցրել վավերացրել, հրաժարվում է նույնիսկ Երևան գալու ժողովներին մասնակցելու։ Հիմա մենք ինչի ենք շտապում, այս օրերին մեզ համար սա այդքան անհրաժեշտ է, սպասենք մի քիչ, խաղաղ կարգավորում լինի, տենանք մեր բարեկամները իրենց ոնց են պահում այդ մեր արտաքին սահմանի ռմբակոծության պարագայում, մենք դեռ չգիտենք կշարունակեն այսօր էլ ենք զոհեր տվել, ինչ կարիք կա, ինչ պատգամ ենք ուղարկում, մի քիչ բան լինենք, էլ երեք հանրապետության նախագահը ասեց, որ բոլորս շատ մտահոգ ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում, այո, մտահոգ ենք եւ եկեք սրանից է մտահոգվենք եւ ամեն դեմ տված թուղթ առաջինը չվավերացնենք եւ մի քիչ էլ այդ բանը ճշտենք, այո, 11 երկիր ստորագրել է, բերել եք տեղեկանք, որ 4 տարի առաջ դրանցից 3-ը վավերացրել են։ Հիմա մենք 4-րդն ենք եւ ինչի ենք անում այս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան։ Խնդիրը կոնկրետ կապված չէր վերջի դեպքերի հետ, որ մենք հրատապ ներկայացրել ենք։ Ներկայացվել է ներկայացնելու ժամանակ կոնկրետ այնտեղ հիմնավորումներ եղել, ցավոք սրտի ես չեմ եղել կոնկրետ ազգային անվտանգությունից հանձնաժողովում քննարկման ժամանակ, դրա համար կոնկրետ այնտեղի հարցերից ես տեղյակ չեմ, բայց մենք ասենք, որ արձանագրությունը ստորագրված է Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Մենք գտնում ենք, որ թեկուզ այս վերջի դեպքերի առումով էլ նշված արձանագրության վավերացումը նաև իրեն մեջ հրատապություն է պահանջում եւ չենք բացառում, որ հնարավորություն կարող է այնպիսի իրավիճակներ լինեն, որ մենք կարողանանք նշված արձանագրությունով սահմանված դրույթներից օգտվենք։ Պարոն Արզումանյան, արձագանքում եք։ Դե ուրայու միասեք պարոն Արզումյանի։ Շնորհակալություն։ Այստեղ ենթադրվում է, որ նախ էլի երկրներ կան, չնշեցիք, բայց Վրաստանն էլ է ստորագրել, հա, Ուկրաինան էլ է ստորագրել։ Ես ձեզ չեմ մեղադրում, որ բերել եք այս պահին, ես մեղադրում եմ նաև մեր ազգային ժողովի ղեկավարությանը, որ այս նրբանկատությունը չի գիտակցել եւ այս պահին չի հանել օրակարգից։ Եթե մենք կարող ենք 10 տարի չվավերացնեին, կարող ենք եւս կես տարի չվավերացնել։ Սրա բանը ես ճիշտ ասած կոչ եմ անում հանել օրակարգից, հանենք հասկանանք այդ մեր բարեկամները ինչ մտադրություններ ունեն մեր նկատմամբ եւ դրանից հետո որոշենք համագործակցում ենք արդյոք, համարում ենք մենք արդյոք դա Ղրղստանի արտաքին սահմանը, Հայաստանի արտաքին սահման, թե ոչ, չգիտեմ, մենք քննարկելու դեռ շատ բաներ ունենք այս օրերին։ Շնորհակալություն։ Պարոն Հարությունյանի թույլտվությամբ, հարգելի պարոն Արզումանյան, քանի որ դուք մեղադրանքներ եք հնչեցնում մեր հասցեին, ձեզ ծանոթացնում եմ ազգային ժողով կանոնակարգ օրենքին։ Մենք արդեն հայտարարել ենք, ընդունել ենք օրակարգը եւ քննարկելը չի նշանակում քվեարկել, հարգելի պարոն Արզումանյան ջան։ Մենք առայժմ քննարկում ենք։ Եվ ազգային ժողովի ղեկավարությունը պակաս մտահոգված չի իրավիճակում եւ ինչպես վերջին 4 օրերի ընթացքում եմ ասել, բերեք այսօր այստեղ ղեկավարություն, ընդդիմություն, իշխանություն, չբաժանվենք, բոլորս միասնական ենք, սա շատ կարևոր փաստաթուղթ է, պետք է քննարկել, այսօր քարոզիայի վերջին օրն է, կքննարկենք, իսկ քվեարկության մասին կխոսենք երբ որ գա ժամանակը։ Հիմա մենք քննարկում ենք այս հարցը եւ ըստ ազգային ժողովի ղեկավարության այս հարցի քննարկումը հենց այս պահին շատ կարևոր է։ Իսկ քվեարկության մասին երբ կդնենք քվեարկության, ազգային ժողով կանոնակարգի օրենք տված հնարավորություններից կօգտվենք եւ միասին կորոշենք։ Համեցեք, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, ես համամիտ եմ ձեզ հետ։